Լուիսը սկսեք այսպես ընկերներ ճանառողության ժամը 7-ի կողմերն է ահավոր ուժեղ հոտ էր բարձրանում դա ոչ միայն ծառի ճյուղերն են այդ տարածքի ուրիշ բաներն էլ այրերի հետ խառնած Պատինից սիրում ակրակի հետ խաղալ, լավ կրակալվել։ Ալեքսը իրախամ, տեսնեմ հետո ես պետք է առանձնացնեմ, տեսնեմ որն է հավանում, որը չի հավանում, ես սրանք հարկով մեծ մասը թափելու բաներ են, էլի։ Պահում ենք, պահելու համարը, որը որ խաղում է։ Ես սրանք առանձնացնեմ, որ կողանամ պոլերը լվանամ։ Այս պոլերը որ բան է, այդ փոշի է չէ լինում, որվա ընթացքում փոշին ահա որ է, հետո երեխայա ձեռները թրջելով գնում այս կոմենքում, այդ ամեն ջրի կաթիլը սենց մի հատ ահավոր ցեխաջուր է լինում։ Հատկապես իրիկունն է այս լինում, որ լողացնում եմ, լոգարանից դուրս է գալիս, մեկ է թփթփացնելով գալիս է թաց ոտքերով ու սա սենց ցեխ է լինում։ Look. We found out here cows on a grassy place. Սիրելի ընկերներ, հուսով ենք, որ լավ եք, կշարունակեմ մեր երեկվա վլոգը, որովհետև չեմ շարունակել երեք։ Դուրս ենք եկել, գնում ենք հիմա Ջեսի մոտ, որովհետև համակարգչի ինչ-որ բաներ պետք է խոսքով իրան, որ չեն վերցրել, էդ ենք տանում, բայց երևի իր համալսարանի ավտոբուսով կգնա, տենց ավելի հեշտ կլինի, արագաստացում շատ կանգառներ չի անում, մենակ են հատվածներում ականգնում, որտեղ որ մարդիկ պետք է ոնց որ ավտոբուսը բարձրանան, աշխատողները էլի իրան, ու լավ արագ գնում տեղ ենք հասնում, հետ գալը իհարկե այդ հաճույքը չենք ունենա, բայց թե գնալու հաճույքից օգտվենք։ Գիտեմ, հարևաններից այսօր երկրորդ հերթի ավտոբուսն է, էլի գնում են դասնախոսներ, որ երկրորդ հերթ է գնում, դե նրա ածում մոտ կամերը ոնց է։ Եթե ինչ-որ մեկ ուղղակի տպչին եմ բարձրանամ բոլորի դները հարցնեմ ով է երկրորդ հերթ, որ տպչին կտանեի, բայց ոնց որ երևին մենք մենակ ենք այսօր, երևի բոլորն էլ առաջին դասերը վերջանում են արդեն, համալսարանում էլ է շաբաթ, վերջին շաբաթն է կարծեմ, հետո ճիշտ է, դեռ աշխատանքը շարունակվում է, բայց կոնկրետ դասերն են, Oh my God, look at my hero coming to save his daddy. It was good because I only had, oh my God, I only had 24% left. Can you imagine? Only 24%. Can you see? Oh my God, welcome. Would you like to sit in my big chair? Said no, I want to take it myself to daddy. Oh, So I appreciate that. That's such a good helper. he wanted Dr. personally to Alexander. bring it, honey. Thank you, Professor Ջեսի Alexander. կոլեգաներից տեսանք, փաստանիքու Ռամինին էր You'd գնալու։ make a good professor. Ասում եմ, ես կտանեմ ինչ եք գնում հասնում այնտեղ, ոչ մի խնդիր չկա, էլի, ինքը մյուս How would you welcome the մասնաշրջանում students? աշխատում, If the բայց students came, ասաց what տեղը would you գիտեմ, say? խնդիր չկա, Please come in. Have a կանեմ։ seat. How can I help you? Ալեքս ասում է, չէ, մամի ասում է, մենք տանենք, ես տանեմ, դադի օֆիսում շուտվանից չեմ եղել, տենց ինքը բերեց։ Here, would you like to wear my badge for a little bit before I go to the But class? please don't take it, I don't want to come back again. It's okay. He can wear it.
Yeah, but later I don't want to come back after. No, I know. Come. I'll let you be Dr. James for a while. You'll be Dr. Alexander. Hold on, my colleague. Ես բնականաբար Ալեքսի փոքրիկ ցանկություններն ա կատարում, երկար ժամանակ էր բագի էր ուզում նստեր, ասում էր բագի, վայ, պինտես պրնվեր, հավեսա կարոտել էիք, The first time ever. It's the first time. լավ կամերան անջատեմ, ես էլ բռնվեմ, թե չէ կարող ցածկեմ էլ այստեղից բարձունքի վրայից. Ալեքս, ձեռով արա, նա ինձ ձեռով արա, հասանք. It's good when my students tell me where we are because I never know if it's 102 or 1. Opportunities by the same token. So there exist several obstacles, traps, and challenges to effective decision making. Incomplete or false information, we do not always have the correct information. Sometimes people will lie to us. Sometimes people will give us the wrong information, not on purpose, but they'll give us the wrong or incomplete information. Crisis, emergency, a leader is going to have to work. Everybody has them. Everybody doesn't. We, as leaders, need to be able to control. Press again. Again. It won't work unless I put my face there. If I put my face, No, it won't work because you're not registered in the system. Բնականաբար դեռ Ալեքսի օրը չի ավարտվել այստեղ, հիմա ես տանում ասմարի կոնֆետ էլ անեմ քո համար, ոնց որ օրդ ամբողջությամբ ֆուլ լինի էլի, հետո մենք պետք է գնանք, բնականաբար ես կմնա ասում ոնց որ քո գալը այստեղ հենց այնպես չլինի, այս մեր որն էր, այս մեր պատուհաններն էին, հիշում եք, այս շենքում էինք ապրում առաջին հարկում, հեսա առաջին բալկոններում էլի տեսնես հիմա մարդ ապրում է և ուսանողներ են ապրում մերը այս էր կամ այս թե այս մի խոսքով այս երկուսից մեկն էր Մատ սոկել առնել դա Ալեքսս It's ginger ale now. It's got sugar. Take some more. Գնանք արդեն We're going to go by the office. I got to get back to my office. I can't take a break. I get a half hour for lunch. This is my lunch break. Let's I'm go, taking let's my go. lunch So break with my best friend. Daddy will have a rest too, Bala, sorry. After we will go, he has to go to teach. He has the second class. We want to go to M5. I think. Maybe I did go. I know I bought them. Pretty sure I bought them. Yeah, it's yours. Kutuya? Imagine how bonus.
I'm very thirsty. Are you really? That can happen. Երևի ամենահավես բանն է, չէ, արձակուրդներին գնալու պապայի աշխատավայր։ Bum. Thank you, my sweetheart. Գնացինք։ I love you, buddy. Remember, you're the man when I'm not there. You take care of mommy. Make sure mommy behaves. Ինչ աս։ Make sure mommy Կես behaves. շարք ունենամ։ I think he's trying to attack all the small fishes, like this yellow ones and those. Սիրն են։ Because he Nor snap chicken. at them like that. Նոր են այս ձկները։ Մեր գալուց ուրիշ ձկներ էին ինձ թվում է։ No, the same one. Նույնից էր, փոքր էին ավելի շատ, այս մեծերը կային, կամ մեծացել են կարող է։ I think they grow up. Մեծացել են։ Դե լավ արի գնանք տաքսի կամ չեն գնանք խանութ մի քանի գնումներ անենք, գնանք տուն, արի բալես, արի գնացինք։ Hello, 5584 Նավարեղանն են։ Ինչ են անում, մաքրում։ Ամփից վերադարձանք տուն, ինչպես տեսնում եք, այս հսկա ջակֆրուտն ենք վերցրել մեր հետ։ Ես ու Ալեքսը բերել ենք, պատկասնում եք ոնց ենք բերել։ Այս կտրենք, բայց այսօր չէ, վաղը կամ վաղը չեմ ինսուրը, դեռ լավ հասած չի, որ կտրեմ, լավը չլինի ասեց, երբ որ լավ զգաս, որ հոտը սենց հասած հոտը կզգաս, այդ ժամանակ նոր կկտրես, հակառակ դեպքում ուտելու չլինի։ Այստեղ մի քանի հատ պաղպաղակ Ալեքսի համար, այս նորություն է, դեպ, ինչ որ պաղպաղակ, ես ամիցած անգամ հավանեց, կարտոֆիլ ֆրի էր ուզում, ֆրի ես կարտոֆիլից, գազար հավի բտիկներ են սառայցրած, միլկի միստի չեդր պանիրը և կարակ։ Էսի դեպ ավելի լավն էր, քան որ նույն ֆիրմայի, լրիվ նույնը վերցնում եմ մեծով, այդքան լավը չի, քան որ սենց հատով, այս հատովը ոնց որ թե ավելի լավն է, չգիտեմ ինչի հացին կսած հավանեցի ես, ինչև ընկերներ ջան, այսքանը, հիմա այս արագ կլվանամ ամեն դեպքում, նոր կդնեմ այստեղ, դնեմ ջրի տակ, թող ջուրը լավ վրայով անցնի, որ լվացվի։ Երեխեք, այս կտրելը բավականին դժվար պրոցես է լինելու, ես գաղափար չունեի, հիմա մի հատ ցույց տամ ձեզ, ռետինը ոնց է լինում, տեսած կլինեք, որ ծառից ռեզինա չէ դուրս գալիս, հեսա նայեք, տեսել եք երևի թե թեկուզ տեսանյութեր էլ տեսած կլինեք, որ ռեզինը ոնց են հավաքում, սենց որ կպնում է ու ձեռքից բացարձակ, չի ուզում որ պոկվի, սոսինձի նման է, այստեղ հեսա նայեք, Բարձա չէ ոնց է, ու ամբողջ այս հատվածով էլ այս արանքներից սենց դուրս է գալիս, ես լվանալուց էլ չի անցնում ի դեպ, հիմա, դե ասեցի այսօր չեմ կտրելու, կկտրենք վաղը, շատ պաշտոնապես
այսպես ասած մեծ մեր համար այնց կանեմ, որ ջեսն էլ տանը լինի, ազատ լինի, իր համար էլ շատ հետաքրքիր կլինի, համոզված եմ, դե Ալեքսի համար հետաքրքիր ու հետաքրքիր է, ես սենց գրկած գալիս եմ, այս սոսինձից կպվել էր, ինչից իմացա։ Միշկադինայից շորս էի հակել, գրկած եմ բերել բնականաբար տոպրակական մոտս, բայց չէր բանանում, չմտավ մեջը, շոտ մեծա, ասեցի թե լավ գրկած տանեմ, ինչև է, ու տանելված հանեցի, տեսնեմ, որ սենց քիչ, լավը շատ չեր եղել, լվացել եմ, որը հանեցի սենց ձերքով պոկելով բան, հիմա փռել եմ, որ չորանա, տեսնեմ հուսամ, որ չորանա, դուրս եկած կլինի, տարբեր սպիրտ եմ արել, տարբեր բաներ, միջոցներ, մի անգամից համակարգչով նայում եմ, ասում եմ, ինչն է հանում այս ռետինը, այս ռեզինը, ջաքֆրութի, տարբեր առաջարկություններ կար, մեկը, որ շորը ձեթոտ եմ, այդ ձեթոտ շորով, բայց հետո ասեցի, բա ձեթ հետո ոնց եմ շորից հանելու էլի, մյուս տարբերակը կիտրոնը, հետո սարցարանը դնես, սարի տենց հանես, հետո մի խոսքով տենց լիքը տարբերակներ կային կիտրոններ, բայց հեսա սարը ջուրը տեսեք հանում է, սարը ջուրել եմ արել, հետո օջարը այս դեթոլը ձերքեր լվալու անգույն դեթոլից արեցի, ես թումա դա էլ օգնեց, հետո սպիրտ ունեի տանը, սպիրտ արեցի, մի խոսքով տարբեր բաներ արեցի, հիմա նոր նայում էի լվացած, դեռ չի չորացել, չորանում է հագուստս, բայց հասարը ջուրը հանեց ինչ-որ չափով։ Հիմա պետք է տեսնեմ, թե ոնց եմ կտրել արդյոք, կարամ ես կտրեմ, թե չենք կարա, հետ մեծ չելենջ է լինելու։ Երևի սպիրտ ամեն էլի, սենց այդքան էլ ակուրս չի գալի ամեն դեպքում։ Ողջույն սիրելիներ, ձեզ կրկին ողջունում եմ նույն տեսանյութի շրջանակներում, որովհետև երբ որ նկարում էի տեսանյութը արդեն 3-4 օր անցել է եւ ես ոչ մի տեսանյութ չունեմ տեղադրած, դուք էլ ինձ նամակներ եք գրում, հարցնում եք Լիանա ջան, հոբան չի պատահել, ինչու տեսանյութեր չես տեղադրում, մտածեցի այսպես բոլորիդ պատասխանեմ միանգամից, սիրելի իմ թանկագին բարեկամներ, այստեղ ես ունեմ խնդիր, տանն եմ, ոչ միտեղ չեմ գնացել, մեր քաղաքում եմ, մեր տանն եմ, սակայն ունեմ ինտերնետի խնդիր, եթե հիշում եք, մենք երբ որ նոր ենք տեղափոխվել, փորձում ենք տանը Wi-Fi ունենանք, սակայն մենք չկարողացանք այդպես էլ Wi-Fi ունենալ, որովհետև այստեղ հնդկական Aadhaar քարտա կոչվում, այսինքն հնդիկների սոցիալական չէ, ID քարտ, այսպես ասած, իրանց ID քարտն է, մենք բնականաբար չունենք եւ կարող ենք դիմել միայն 1 տարի ապրելուց հետո, որպեսզի կարողանանք նման քարտ ունենանք, իդեպ այդ քարտը շատ պահանջված է, ամեն ինչ անում ես, շատ տեղեր հենց հարցնում են, ուզում են այդ Aadhaar քարտը, քանի որ մենք դրանից չունենք, մեզ հրաժարվեցին, ոչ մի ընկերություն չհամաձայնվեց, մենք տանը ունենանք Wi-Fi, մենք էլ հեռախոսի մեջ ունեինք ինտերնետ, մեր հեռախոսի ինտերնետը անսահմանափակ է, այդպես ոնց որ ամուսինս իր համար ունի, ես իմ համար ունեմ, եւ եթե ինձ հարկավոր է համակարգչով ինչ-որ մի բան աշխատեմ համակարգչի վրա, իմ հեռախոսի ինտերնետը շեյր եմ անում իմ համակարգչի վրա ու այդպես եմ աշխատում, ինչևէ ընկերներ ջան, արդեն երևի 4 օր հաստատ կա, չունեմ ինտերնետ նույնիսկ իմ հեռախոսի վրա, շատ զարմանալի է, որովհետև ամուսինս նորմալ ունի իր հեռախոսի ինտերնետը, չնայած եթե չեմ սխալվում, մեր հաշիվներն էլ իրար կպածեն, այնպես է, որ վճարումը բան ենք անում, երբ որ ինձ էլ առանձին հեռախոսի համար տվեցին, ընդհանուր ոնց որ կցեցին, էլի որ ամուսիններ են, այսպես ասած։ Ինչևէ, իմ մոտ հեռախոսի ինտերնետը զրոյական է կարելի ասել, պտտվում նույնիսկ ես ոչ մի սոցիալական հարթակում չեմ կարող տեսնել ոչ մի post, ոչ մի գրառում, ոչ մի տեսանյութ առավել եւս չեմ կարող նայել, օրինակ YouTube-ը բացեմ, ինչ որ տեսանյութ փորձեմ նայել, չկա, կապ արտաքին աշխարհի հետ իմ մոտ վերացած վիճակում է,
երբեմն ինձ գալիս է զանգ WhatsApp-ը քիչ թե շատ աշխատում է, միանգամից չէ, երբեմն տեսնում եմ, որ զանգեր եմ ստացել բաց թողնված, բայց ես զանգ չեմ ստացել իրականում, ուղղակի այդ մի ընթացք, որ գալիս է, շատ ցածր հաճախականությամբ ինտերնետ, որ ունենում եմ, ես զանգը ստանում եմ, որ բաց թողնված զանգ ունես, ասենք թե, չգիտեմ, մի օր առաջ կամ մի քանի ժամ առաջ։ Ինչևէ ընկերներ ջան, պատճառը հենց սա է։ Այսօր այս տեսանյութը ես կտեղադրեմ, որովհետև Ջեսը երբ որ գա աշխատանքից, օրը շաբաթ օր է, սակայն աշխատանքային շաբաթ օր է այսօր, ու ամուսինս երբ որ վերադառնա աշխատանքից, վաղը կիրակի է, ոնց որ շատ բան ինքը չունի անելու, շատ բան չունի աշխատելու, դրա համար կարող է իր ինտերնետը շերանի, եթե հակառակ դեպքում շուտ շերաներ, այնպես է, որ ծանրաբեռնված է լինում ու ինքը չի կարողանում աշխատի իր գործերը անի, դա էր պատճառը, որ այս 3 օրվա մեջ ինձ հետ ինքն էլ էր աշխատում, էլի օգտագործում իրա ու շատ չէր կիսում, որպեսզի հաճախականությունը շատ ցածր չլինի, ինչևէ այսօր արդեն ինքը կկիսի իմ հետ իր ինտերնետը ու ես կկարողանամ հուսով եմ այս տեսանյութը տեղադրել։ Ամեն դեպքում սա է պատճառը, հուսով եմ, որ ներողամիտ կգտնվեք եւ կհասկանաք, դրությանս մեջ կմտնեք։ Ինձ էլ այնքան դժվար է, պատկերացրեք, գոնե sense մի փոքր պատուհան ունեի արտաքին աշխարհի հետ, հիմա դա էլ չունեմ։ Նորություններ կարդալ, ինչ-որ ինֆորմացիայի ծանոթանալ, ոչ մի նման բան չունեմ։ Ինձ հետաքրքիր է, մենք կապվեցինք, ասեմ նաև, մենք կապվեցինք մեր provider-ի հետ, շատ դժվարությամբ իդեպ, ես փորձում եի կապ հաստատեի, ոչ մի կերպ կապ չէի հաստատում։ Ունեմ բնականաբար հեռախոսահամար, զանգում եմ այդ հեռախոսահամարով, որ 24 ժամ, իրանք 7 օր 24 ժամ աշխատում են։ Ասում է, եթե ունեք ինտերնետի հետ խնդիր, այս սխմում եմ, ու հերթականությամբ, եթե ունեք սա, եթե ունեք նա, վերջին հարցը գալիս է, դուք այս պահին տանն եք գտնվում, դուք այս պահին աշխատանքի վայրում եք, թե դուք այս պահին մեկ այլ վայրում եք։ Ընտրում եմ, որ ես այս պահին տանն եմ, ու նորից սկսում է նույն գործողությունը, նույն հարցերը, ես չունեմ հնարավորություն կապվեմ օպերատորի հետ, որ ասեմ օպերատոր ջան, հարգելիս, ասենք տանն եմ, օֆիսում եմ, թե որտեղ եմ, չգիտեմ, ձեզ ինչ կարևոր է դա, բայց իմ ինտերնետը չի աշխատում, ամեն դեպքում հարցին պատասխանում եմ ու նորից նույն գործողությունը մոտապես 10 րոպե արդեն բոլոր կնոպկաները սեղմում է, անկախ թե ինչն է իմ խնդիրը, մի խոսքով Ջեսն էլ իր համար էր, իր հեռախոսով էր փորձում, մի կերպ կապ հաստատեցինք, իրենք կապվեցին, հաջորդ օրը ասեցին, որ ինտերնետի հետ կապված խնդիրներ կան, Բանգլորի շրջանում, շատերը ունեն նման խնդիր, մենակ մենք չենք, մերը չի, ու ասեցինք դե լավ, հասկանալով ըմբռնումով եմ մոտենում, բայց անցել է արդեն այդ զանգից, այդ կապից 2 օր, դեռ խնդիրը չի լուծվել, ես չգիտեմ երբ կլուծվի այդ խնդիրը, կլուծվի թե չի լուծվի, հուսով եմ կլուծվի, հակառակ դեպքում պետք է ես գնամ հասնեմ մի կետ, որտեղ ենթադրում եմ կգնամ այն կետը, որտեղ որ ինձ հեռախոսի համար տվեցին, բավականին հեռու էր, մոտավորապես 1.5 ժամ պետք է մեքենայով գնամ ու տենց 1.5 ժամ էլ մեքենայով հետ գամ ու հուսամ, որ հերթերը շատ չէր, որովհետև երբ որ մենք գնացինք, ես մենակ չեմ գնացել, ինձ Ջեսի գործի տեղից էին ուղեկցում, իրանք այդ ամեն ինչ արել էին, նախապես խոսել էին, պայմանավորվել էին, այսինքն այդ հերթերին ես չհանդիպեցի։ Հիմա եթե մենակ գնամ ու չգիտեմ գնամ հասնեմ այնտեղ արդյոք պատասխանը կլինի հա մենք խնդիրներ ունենք, թե հարցին լուծում կտրվի։ Ինչևէ բարդ է, Ալեքսին էլ ես մենակ չեմ գնալու, այս ճանապարհը Ալեքսին հետս պետք է տանեմ ու դրա համար ավելի բարդ է, բայց հուսամ, որ կսպասեմ մինչև 2 շաբթի օրը ամեն դեպքում 2 շաբթի օրը ուզեմ չուզեմ կգնամ։ Այսքան ընկերներ ջան, դուք իմ ցավի մասին իմացաք, իմ դարդի մասին իմացաք, ձեզ հաճելի օր եմ ցանկանում, հուսամ դուք նման խնդիրներ չեք ունենա, ձեր օպերատորները ձեր հետ կապ կհաստատեն, ձեզ ասեմ ցտեսություն եւ գնամ խանութ, այսօր խանութ պետք է գնամ գնումներ անելու։ Լավ մնացեք, պաչիկներ, ձեզ շատ եմ կարոտել։